Պարոն Նիկողոսյան, Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմական փոխում շատ բարձր մակարդակով են, ընդհանրապես տարբեր ոլորտներում։ Խոսելով Եվրասիական միության մասին, մաքսային միության մասին հարց է առաջանում Հայաստանը որքանով կարող է ինտեգրվել այդ միությանը, եթե չունի գլխավոր ցամաքային սահմանը։ Վերջերս բազմից քննարկվում, որ Հայաստանը Եվրասիական ընտանիքին չի կարող անդամագրվել, որովհետև չունի ընդհանուր սահման Եվրասիական ընտանիքի հետ։ Բայց նաև Հայաստանը վերցնել մի գործընթաց, եվրոպական ընտանիքի անդամագրման գործընթացը, եւ այդ process-ները արդեն սկսված են։ Բայց Հայաստանը նույնպես կարծեմ ընդհանուր սահման չունի եվրոպական ընտանիքի հետ։ Վրաստանը կարող է գնա Եվրասիական ընտանիքին, թե չի կարող գնա Եվրասիական ընտանիքին, իմ կարծիքով դա Վրաստանի գործն է, ժողովրդի գործն է։ Իմ կարծիքով մենք պետք է մտածենք մեր երկրի, մեր պետության, մեր պետականության մասին եւ Հայաստանը պետք է գտնի իր համար առավել շահավետ տարածաշրջանը, որտեղ որ տեսնում է ունի ընդհանուր պատմություն, ինչու՞ չէ նաեւ ընդհանուր ապագա։ Դե այդտեղ Հայաստանը իր տեղը պետք է գտնի։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր սահմանին, ես չգիտեմ Հայաստանը Եվրոպայի հետ ինչ ընդհանուր սահման ունի։ Եթե Եվրազիայի հետ չունի, իսկ Եվրոպայի հետ այդ սահմանը որն է։ Իմ կարծիքով խնդիրը չի կայանում ընդհանուր սահման ունենալու առայժմս։ Իմ կարծիքով ավելի շատ կայանում նրանում, որ այդ տեսակ պետությունների համար որոշակի կարգավիճակ պետք է լինի, որոնք որ սահման չունեն եւ եվրոպական ընտանիքի հետ եւ եվրասիական ընտանիքի հետ։ Այսինքն դա չի նշանակում, որ եթե Հայաստանը եվրոպական ընտանիքի հետ համագործակցության փուլեր է փնտրում, Հայաստանը դեմ է եվրասիական ընտանիքին անդամագրմանը։ Ձեր կարծիքով ինչ կարող է տալ Հայաստանին, եթե Հայաստանը կմտնի հենց եվրասիական միություն։ Գիտեք ինչ, վերջին ժամանակներս բավականին շատ է քննարկում նմանատիպ թեմաները։ Ինչ խոսք Հայաստանի համար եվրասիական ընտանիքը բավականին մեծ շուկա է։ Իսկ ինչ կտա Հայաստանին տվյալ շուկան, դա նախ առաջինը ժամանակը ցույց կտա։ Պարոն Նիկողոսյան, որքանով որ գիտենք, ՌԻԱ Նովոստի գործակալությունը ռուսական գրքերի տան հետ համատեղ հունվարի 22-ից 26-ը անցկացնելու է ծրագիր երիտասարդ լրագրողների ծրագիր իրականացնելու։ Խնդրեի ձեզ մի երկու բառով ասեք ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ նպատակներ ունի։ Ծրագիրը ինքը իրենից ներկայացնում է հիմնականում նոր սերունդի երիտասարդ լրագրողների համագործակցության նոր փուլեր եւ եզրեր ստեղծելը, Հայաստանը ակտիվորեն ներգրավել ԱՊՀ տարածաշրջանում լրատվական դաշտում իրականացվող ծրագրերի իրականացման մեջ, նաեւ տեղեկատվական բնագավառներում եւ Հայաստանի լրատվական դաշտում գտնվող ակտիվ երիտասարդները նաեւ իրենց մասնակցությունը կունենան ԱՊՀ երկրներում, տարբեր երկրներում նմանատիպ միջոցառումներին արդեն հրավերքի տեսքով ու կմասնակցեն միջոցառումներին, նաեւ ձեռք կբերվի փորձի փոխանակում, նաեւ ձեռք կբերվի ինֆորմացիայի փոխանակման համագործակցության նոր փուլեր։ Ծրագիրը ամբողջությամբ նվիրված է նաեւ եվրասիական ընտանիքի ինտեգրացման process-ների գործընթացներին լուսաբանմանը։ Եվ նմանատիպ միջոցառումներ ոչ միայն Հայաստանում են իրականացվում, այլ ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում։